Սննդային բոտուլիզմի դեպքերը ավելանում են հատկապես ձմռանը, երբ քաղաքացիները սկսում են օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոները։ Մինչև դեկտեմբերի 1-ը մեր երկրում սննդային բոտուլիզմից տուժել է 10 անձ, նշում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Բոտուլիզմը հարուցվում է Clostridium botulinum բակտերիայի կողմից, որը որ կարող է երկար ժամանակ հողում պահպանվել եւ հողից փոխանցվել բանջարեղենի միջոցով։ Բոտուլիզմի հիմնական վտանգավորությունը կայանում է նրա կողմից բակտերիայի կողմից արտադրած թույնի մեջ եւ այդ թույնը ներթափանցելով մեր օրգանիզմ առաջացնում է բարդություններ առողջական խնդիրների տեսքով։ Բոտուլիզմը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև մահվան։ Մասնագետի խոսքով հիվանդությունից խուսափելու համար նախապատվություն պետք է տալ գործարանային պահածոներին։ Սննդային ծագման բոտուլիզմի ախտանիշները սովորաբար փոր կապություն, փոր լուծություն, ցավեր որովայնի շրջանում, շատ բնորոշ ախտանիշներն են խռպոտություն, ռնգախոսություն, կոպի անկում, պտոզ եւ երկտեսություն, որից հետո աստիճանաբար գալիս է արդեն մկանային թուլությունը եւ չբուժվելու դեպքում կարող է առաջացնել մահ։ Եթե հնարավոր չէ հրաժարվել տնային պայմաններում պատրաստված պահածոներից, ապա անհրաժեշտ է գոնե նվազեցնել ռիսկերը։ Միանգամից օգտագործելու այսպես ասած պրակտիկան պետք է վերացնել, հաշվի առնելով, որ բացելուց հետո անհրաժեշտ է առնվազն 10-ից 15 րոպե եռացնել, որպեսզի հնարավոր ռիսկերը կանխարգելենք։ Պահածոն կարող է չփոխել արտաքին տեսքը, որևէ փոփոխություն դուք չնկատեք ոչ համ, ոչ հոտ, սակայն ինքը վարակված լինի բոտուլիզմով եւ մեր օրգանիզմ ներթափանցի թույնը։ Մասնագետի հորդորն է առաջին իսկ ախտանիշների դեպքում անմիջապես դիմել բժշկի, որպեսզի հնարավոր լինի խուսափել հիվանդության սուր ընթացքից։ Նարեկ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։